Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 28։ Արատաձեռն ծառան։ Վերջերս շատ ծանր սրտով ես աղոթքով դիմեցի Տիրոջը և սկսեցի նրա օգնությունը խնդրել։ Տեր, բացականչեցի ես երբեք այսքան հոգնած չեմ եղել կյանքումս, հազիվ եմ կարողանում շարունակել։ Ես այնքան հյուծված էի, որ արցունքներս բառացիորեն հոսում էին աչքերիցս։ Երբ պառկած լաց էի լինում, մտածում էի. իմ արցունքները անպայման կդիպչեն Տիրոջ սրտին, նա կհասկանա ինձ։ Ես կարեկցանք և հասկացողություն էի ուզում։ Սուրբ Հոգին եկավ և մխիթարեց ինձ, բայց ոչ այնպես, ինչպես ես էի պատկերացնում։ Դրա փոխարեն նա նրբորեն ուղղորդեց ինձ դեպի 2 Կորնթացիս 9:6-10 խոսքերը։ Որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմողը, խնայելով էլ կհնձի, և առատությամբ սերմողը, առատությամբ էլ կհնձի։ Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հակադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին, բայց Աստված կարող է ամեն շնորհքներն ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մեջ, ամեն ժամանակ, ամեն բավականություն ունենալով ամեն բարի գործի համար ավելանաք։ Ինչպես գրված է. փռեց, աղքատներին տվավ, նրա արդարությունը մնում է հավիտյան։ Բայց նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում և հաց կերակուրի համար, նա կպարգևե և կշտապեցնե ձեր սերմունքը և կաճեցնե ձեր արդարության պտուղը։ Ես այս հատվածը կարդացի մի քանի անգամ, բայց ոչինչ չհասկացա։ Վերջապես փակեցի Աստվածաշունչը և աղոթեցի. Տեր, ես շփոթված եմ։ Այստեղ ոչինչ չեմ տեսնում, որը կօգնի ինձ կամ կքաջալերի։ Ի վերջո, Սուրբ Հոգին վճռականորեն, բայց սիրով խոսեց իմ հոգու հետ. Դեյվիդ, սա ամբողջովին կապված է այն բանի հետ, ինչի միջով դու անցնում ես։ Վերջի ժամանակներում դու ծառայում ես ինձ առանց որևէ ուրախության քո հոգում։ Իմ խոսքը չի խոսում միայն աղքատներին օգնելու համար գումար տալու մասին, այն խոսում է ինձ և իմ մարմնին ծառայելու մասին։ Ես քեզ կանչեցի Նյու Յորք, բայց ես քեզ չուղարկեցի առանց առատ ռեսուրսների։ Ամեն ինչ, ինչ քեզ անհրաժեշտ է, ուժ, խաղաղություն, էներգիա, կարողություն, ուրախություն և ցնծություն, հասանելի է։ Մի հուսահատվիր, քանզի դու հասանելիություն ունես իմ բոլոր ռեսուրսներին։ Խնայողաբար ցանողը, խնայողաբար էլ կհնձի, իսկ առատորեն ցանողը, առատորեն էլ կհնձի։ Ուրեմն յուրաքանչյուրը թող տա այնպես, ինչպես որոշել է իր սրտում, ոչ թե դժկամությամբ կամ հարկադրանքով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։